Շարունակենք խոսել այծեղջյուրներից, սիրելիներս, այծեղջյուրների մոտ սեփական նախաձեռնությունների տարածքում է Սատուրն մոլորակը, բայց պետք է հիշենք, որ Սատուրն մոլորակը նրանց առաջնորդող մոլորակն է եւ իրենց համար դա այնքան էլ անբարենպաստ չի։ Բոլոր դեպքերում Սատուրն մոլորակը իրենց կօգնի ակտիվացնել սեփական տաղանդները, բայց քանի որ Սատուրնը այս պահին ձկների մեջ է, կարծես հիմնական տաղանդը սեփական նախաձեռնությունների ու ջանքերի միջոցով, քանի որ երրորդ տունը այդ մեր արված գործողություններն են, ավելի շուտ մարդկանց ծառայելու միտում ունի եւ առաջնորդող մոլորակը 6-րդ տանը նույնպես մատնանշում է, որ այծեղջյուրները այս ժամանակաշրջանում առավելագույնս պետք է իրենց նվիրվեն հասարակությանը եւ ծառայություններ մատուցեն եւ կամ նվիրվեն իրենց էությամբ ավելի ջանասեր լինեն, ավելի տրամադրված լինեն հասարակական գործունեության մեջ նվիրվածություն ցուցաբերելուն։ Դա պարտադիր չի, որ լինի անվճար, որովհետև այծեղջյուրները ամեն դեպքում նյութական բարգավաճման, այս նյութական աշխարհի հետ կապված տրամադրվածություն ունեն, հանգիստ կարող եք ձեր բոլոր ծառայությունները կատարել վճարի դիմաց, բայց պետք է կարողանաք լայնացնել այդ ծառայությունների շրջանակը։ Այս պահին այս թեմատիկայով կարող ենք համարել ավարտված, այծեղջյուրների մոտ առայժմ սոցիումում տեսանելի, որ իրենց սենց կբարձրացնի վերև, բարձր դիրք կապահովի, այդպիսի իրավիճակներ չկան, տրանզիտները շատ փառահեղ չեն, բավականին դժվարություններ են մատնանշում, միայն մանավանդ որ այս պահին տրանզիտը Պլուտոնի մասին է խոսքը, Պլուտոնը 20 թվականից է այծեղջյուրի մեջ եւ այստեղ գիտեք ինչն է բարդությունը, Պլուտոնը ինքը համարում է մութ մոլորակ եւ արդեն 5 տարի է այնտեղ է եւ այծեղջյուրների կյանքում ամեն դեպքում պարտադիր փոփոխություններ պետք է տեղի ունենան, իրենց նախկին տեսակետներին, նախկին կարծրատիպերի վրա չեն կարող մնալ, նրանք պետք է անպայման վերադասավորեն իրենց ողջ չի ասի գիտելիքները, ավելի շուտ աշխարհ հայացքը եւ սկսեն այլ տեսանկյունից նայել ամեն ինչին։ Պլուտոնը ճիշտ է, ցավոտ է այդ քանդելու ընթացքը, բայց ինքը միևնույն է կարողանում է ավելի լավ կառուցել եւ հուսանք, որ մինչեւ 39 թվական այդ